Ուսումնասիրենք հավելվածի գլխավոր էջի բաժինները, որոնցում տվյալներն արտացոլվում են ընթացիկ հաշվապահական տվյալների պահոցից։ Հաշիվների մնացորդներ բաժնում ցուցադրվում են հաշվային պլանի հաշիվների մնացորդները։ Հասանելի են փնտրման տողերի դասավորությունը կարգավորելով հրամաններ։ Կիրառելով ֆիլտրման հնարավորությունները կարելի է հաշվետվությունը ձևավորել տարբեր պարամետրերով։ Հետկոճակով վերադառնանք գլխավոր էջ։ Մտնենք գործընկերներ։ Այստեղ արտացոլվում են գործընկերների պարտքերը։ Տողի վրա սեղմելով կարող ենք տեսնել մնացորդը բացված ըստ հաշիվների։ Ինֆորմացիոն կոճակով բացվում են գործընկերոջ կոնտակտային տվյալները։ Անմիջապես հավելվածից կարելի է կիրառել զանգելու, հաղորդագրություն գրելու կամ էլ նամակ ուղարկելու հրամանները։ Վերադառնանք գլխավոր էջ։ Բացենք իրացումներ բաժինը։ Բացվում է ընթացիկ ամսվա վաճառքների մասին հաշվետվություն։ Տեսնում ենք ընդհանուր քանակը և վաճառքի գումարը։ Հաշվետվությունը կարելի է կանչել տարբեր պարամետրերով։ Կրկին վերադառնանք գլխավոր էջ և բացենք նյութական արժեքներ։ Այստեղ ցուցադրվում են նյութական արժեքների քանակային մնացորդները։ Սեղմենք որևէ տողի վրա։ Ցուցադրվում են նյութական արժեքի վաճառքի գները, մնացորդները ըստ պահեստների։